Ապրել, այնպես ապրել, որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրություն։ Ապրել, այնպես ապրել, որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրություն։ Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես, թե ինքդ քեզ արհամարես ու համարես, քեզ հետ վիճի, քեզ չզիջի, համբերատար քեզ հետ խոսի, հակառակում քեզ համոզի ինքը հզոր հանրություն։ Ապրել, այնպես ապրել, որ ուրիշի խինդով խնդաս, որ ուրիշի ցնծությունով ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս։ Լինես մնաս ամենքի հետ, նրանց կամքին հպատակվես, եսդ խառնես մեծ մենքի հետ, նրանց ցավով լուր տապակվես, տրվես նրանց լույսի նման եւ չխաբես լույսի նման։ Արշալույսի նման բացվես նրանց համար, վերջալույսի նման բոցվես նրանց համար, թելած լինես նրանց համար։ Հանճար լինելուց առաջ եւ հանճար լինելու համար նախ պետք է մարդ լինել։ Ինչպես համամարտկային լինելուց առաջ եւ լինելու համար հարկավոր է լինել նախ մարդկային։ Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքունի, գործել առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Այսպիսին էին Պարուհի Սևակ հանճարի խոսքերը։ Եվ ինչպես ինքն էր ասում, իր կյանքն չանցավ առանց հիասթափությունների, առանց սայթաքունների եւ ինքն մեծացավ հագուստի կարճությունն ու նեղությունը զգալով։ Հայ մեծ գրող Ամոս Ահյանը Սևակի մասին ասել է. նա կյանքից մի բան էր պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից։ Եվ միանգամից եղավ։ Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիները ստացավ միանգամից։ Մեր նորագույն բանաստեղծության մայր Գերանն էլ կոտրվեց միանգամից ու մայր Սյունն էլ կոտրվեց միանգամից։ Հենց այդպես էլ ամեն ինչ միանգամից եղավ Սևակի կյանքում։ Եթե իմ կյանքի մեջ գետ հարցնեին միանգամից, թե ես ինչ եմ գերադասում, ինչ եմ ուզում ու երազում, ես կասեի, ինչ լինում է, թող որ լինի միանգամից։ Պարուհի Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին։ Արարատի մարզի Չանախչի ներկայիս Զանգակատուն գյուղում։ Հայրը Ռաֆայել Սողոմոնյանը եւ մայրը Անահիտ Սողոմոնյանը զբաղվել են հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Մայրը տեսնելով պատանի Պարուհի սերը ուսման հանդեպ մի անգամ ասել է. «Այսպես որ կարդում ես, գոնե մի օր Էնգիքորը գրողի պես մարդ դառնաս», եւ այդպես էլ եղել է։ Պարուհին ասում էր, որ այդ մասին գիտեր միայն ինքը եւ Աստված։ 5 տարեկանում Պարուհը առանց դպրոց գնալու արդեն իմացել է կարդալ եւ գրել։ Ավելի ճիշտ գնացել է դպրոց, բայց ոչ օրինական ձևով։ Հաջորդ տարում ուսուցիչը թույլ է տվել նրան օրինական ձևով հաճախել դպրոց։ Հարթակի տարիներ էին, բայց եւ դժվար տարիներ էր, չկար թուղթ ու մատիկ, չկար դասակիտ, հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Սա այն դպրոցն է, որտեղ սովորել է մեծ բանաստեղծը։ Օթաղն է միակ բնակելի սենյակը, որտեղ եւ քնել են, եւ ճաշել են, եւ հյուրեր են անգնել։ Նշեցի, որ այս մեկ փոքրիկ հենց ընդհանուր սենյակում ապրել են ընտանիքի 6 անդամ։ Պարուհի Սևակի ընտանիքը եւ հորեղբայր Վանոն իր կնոջ հանցքով։ Այսպիսի պայմաններում է սովորել Պարուհի Սևակը, այնուամենայնիվ երբեք չի դադարել կարդալ։ Հաճախ գիրք չի եղել, գյուղից գյուղ է գնացել գիրք խնդրելու նպատակով։ Մի անգամ էլ ընկերների հետ շրջակա 3-4 գյուղերից մեկի դպրոցական գրադարաններից գողություն է կատարել, գողություն կարդալուց արավից։ Տենին է, որը բանաստեղծի հայրն է տնկել, ընդուզելին 100 և ավելի տարեկան։ Այդում հիմնականում պահպանված է ընդուզելին սառերն են շատ լինեն, բայց ավելի ուշ պահպանված։
Հիմա էլ պետքից կարող եք օգտվել։ Չէ 1942 թվականը հանդես էր գալիս Արեգունի գրական անվան։ Մեկ անգամ նրա կուրսընկերուհի Սուսաննա Բաբայանը պարույի ստեղծագործություններից մի քանիսը ցույց է տալիս Ռուբեն Զարյանը, ով այն ժամանակ սովետական գրականություն ամսագրի գլխավոր խմբազիվ էր։ Երբ որ կարդում է Պալդիի ստեղծագործությունները, ոճային նմանություններ է տեսնում արևմտահայ վաղամերձ գրող Ռուբեն Սևակի ստեղծագործությունների հետ եւ Պալդիի հետ հանդիպման ժամանակ։ Նրան առաջարկում է թողնել ոչ այդքան հնչել Արեգունի գրական անունը եւ այսպես հանդես գալ Սևակ գրական անուն։ Պարույրն էլ սիրով համաձայնում է եւ արդեն 1942 թվականի կեսերից նրա ստեղծագործությունները տպագրվում էին Սևակ մակարդակով։ Մինչև 5 տարեկանը հորեղբոր ընտանիքի հետ ապրելուց հետո ամբողջ կյանքում Սևակը հորը Ռաֆայելամի իսկ մորը Անահիտ Ազի կոչեց։ Պատմում էր բանաստեղծի թոռը Սևակ Ղազարյանը, ով այժմ պապիկի անունը կրող տուն թանգարանի տնօրենն է։ Իսկական ծնողները իր հորեղբայր եւ հորքիների պես ոչ դրամար կարող է հանդիպեք տարբեր տեքստերում հորը միշտ ասել է Ռաֆայելամի, մորը Անահիտ Ազի, ինչը նշանակում է հորեղբայր եւ այսպես սովորություն ուժով է մնացել, իհարկե 5 տարեկանից հետո իմացել է ովքեր են իսկական ծնողները, բայց սա ունիկալ դեպք է հիմա մեր ներկայիս ընկալումը, բայց այն ժամանակ շատ տարածված երևույթ է եւ այսպես Սևակի կյանքը այդ խորհրդավորության յուրահատկության անունը կարծես հենց սկզբից ի վեր իր շրջապատել։ Պատասխանատվության զգացումը մանկապարտեզից է առաջացել մոտս։ Մանկապարտեզից արդեն սկսեցի հասկանալ ու ընկալել, որ ինչ-որ կարևոր նախնու հետնորդ եմ, հավելեց նա։ Այն ժամանակ դեռ չէի հասկանում որ Սևակը ինչպիսի մտություն է եւ ինչ-որ բան ասում են գրողը, բայց չէի կարդացել, չգիտեի ով է, եւ բայց այդ ժամանակվանից արդեն ուսում ես քո ուշադրություն շատ է, քեզ ավելի sense ցկված ես պահում, հավաք ես պահում, եւ ինչքան ճանաչում ես այդ մարդուն քո մեծ նախնին, այնքան պատասխանատվության դերը շատանում է, եւ գնալով դա շատացավ, որտեղ ես ընտրեցի համասերի մասնագիտությունը, այսինքն դաշտը որում ինքն է եղել, հետո ինքս դարձել թանգարանի տնօրեն։ Սևակից եմ ժառանգել մեծ սերն ու կապվածությունը գյուղի հանդեպ, հավելեց Սևակ Ղազարյանը։ Ինչքան էլ գուցե հիմա մի քիչ այնքան էլ հասկանալի չէ, բայց որ քաղաքում ես ապրել, չգիտեմ, հոսերը շատ են բան ու ինչ-որ հերոտեխտում ունենալ է բան, ինչ-որ մահել է բան, ասես մի քիչ դժվար է, բայց հայրս եւ իր եղբայրները Սևակի մյուս զավակները հետևել են այդ ապրանքին, Սևակի ավանդած, եւ մենք էլ ենք ձեր շարունակում, ես իմ եղբայրը, հորեղբոր երեխաները։ Բանաստեղծություններից մեկի մեջ նա ասում է ես Աստծո քարտողարն եմ, ինչի է ասում, որտեվ Անահիտ Ազին նրա հուշերում ասում է մայրը այս ժամանակ դե իհարկե ջուղ էր գալիս, ջուղում բարապ չէր մնում Սևակը, այգի ուներ, ամեն մի ծառի բուկ չաշկայում բկում մի տեսակ ծաղիկ էր, բարդ ու ծաղիկ էր ցանում ու ամբողջ օր նրանցով էր զբաղվում։ Ազին մայրը ասում է, տեսնում էի բահներ, փոցխներ, շպրտեց ու վազեց տուն։ Ուրեմն այդ պահին նրա մոտ առաջանում է արդեն ինչ-որ բաներ, ասելիքներ, գրվելիքներ, որ պիտի անպայման ինքը գրի թղթի վրա։ Ու դրա համար ինքը իր բանաստեղծություններից մեկի մեջ ասում է, ես լոկ Աստծո քարտողարն եմ, վերևից ինձ թելադրում են ու ես գրում եմ։ Նա ունեցվածքին երբեք ուշադրություն չէր դարձնում։ Գիտելիքն ամեն ինչից վեր էր դասում, պատմում էին համագյուղացիները։ Շատ եմ սիրում այդ բանաստեղծությունը։ Ես օգնեցի ամենքին, ես միայն ինչ օգնեցի, կորոտովի բոլորին միայն ինքն օգնեցի։ Խորհուրդները ուխել ու քաղաքած գնացին, քանիսը ջանքում ես էլի գիժ մնացի։ Պարույրը չափից շատ էր սիրում կարդալ,
Հաճախ անհանգստանում էին ծնողները, պատմում էր Սևակի համագյուղացի Վաչիկը։ Ասма բեր ուղարկենք այս հարևան այդ ջերփինի մոտը Թուրքի ջուկ կար։ Ասma բեր տանենք մի քանի օր թող մնա անդե, մի քիչ այդ գրքերից հեռու մնա էլի այդ մաստը։ Հերիքա տանջվի բան։ Տանում են էսի նստում է ավանակը, գնում է ելփինի գրադարանից բանա բերում։ Գրքերա տանում անդե կարդում է էլի։ Վերջը էս իրենց հետ Չիրվան ասում է, ախսես դրա համար եք տնից հանել բերել, ես էլ հիմա գնացել ընդերից է բերել, հետո գնում է հետ են բերում, ասում է մեկ, հետ իր արածը պտան։ Ուրախ ենք, որ ճանաչել ենք Սևակին, մեծ ոգևորությամբ նշում են համագյուղացիները։ Միջև ողբեգական ավտովթարը հենց այս տանն է ապրել պարոջ Սևակը։ Սևակը մեքենա վարել չի իմացել, սակայն նա պետք է մեկներ Երևան իր զոքանչի 40-ին մասնակցելու համար։ Վարորդը հրաժարվել է մեքենան վարելուց, պատճառաբանելով, որ գործելու։ Սևակը որոշել է հենց ինքը վարել մեքենան։ Կնոջն ասել է. «Եթե կարողանամ ավտոտնագից դուրս բերել մեքենան, ապա ճանապարհ կընտրեմ»։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու երեխաները նստել են մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան ավտովթարի է ենթարկվել Հայրենի գյուղից 8 կիլոմետր հեռավորության վրա։ Հենց այս ավտոտնագից է դուրս բերվել այն մեքենան, որով ավտովթարի է ենթարկվել։ Եթե մեռնել, թող սպանվեմ, թող կործանվեմ այնպես ապրած ու բանարած, որ նորածին մանուկների տեսքով նորից վերածնվեմ։ Իմ անունով կոչեն նրանց։ Հիշում ենք քեզ, պարույր Սևակ, որպես մարդ, ով համարձակվեց խոսել այն ամենի մասին, ինչի մասին բոլորը լռում էին։ Քո հոգին ապրում է մեր մեջ։ Դու սովորեցրիր մեզ ոչ թե պարզապես ապրել, այլ ապրել բարձր պահելով արժանապատիվը, մարդկային է։ Եթե մեռնեմ, ինձ տարեք զանգակատուն, ինձ իմ այգու ծիրանենու տակ թաղեք, ես պիտ վերադառնամ այնտեղ, որտեղից եկել եմ։